Երկար ժամանակ է հա Ռուսաստան տնտեսական սանկցիաներ է իրականացնում Հայաստանի նկատմամբ այս սանկցիաները ինչ որ կերպ ձեր վրա ազդել է Անձամբ իմ չէ, ես Ռուսաստանի հետ ոչ մի տենց առնչություն չունեմ։ Բայց երկրի վրա երևի մա որ ազդել է, էլի, ու ազդելու է։ Ինչն է պատճառը, հա որ Ռուսաստանը նման քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ այս ժամանակահատվածում։ Դե ակնհայտ է։ Իշխանությունների վարած քաղաքականության։ Ուրիշ էլ ինչ կարող է լինի։ Իշխանություններն էլ ասում են մենք նաև Եվրոպայի հետ պետք է ունենանք տնտեսական հարաբերություններ, սա ինչքանով եք ռեալ համարում։ Ռեալ։ Այնքանով ռեալ, ինչքանով որ Վրաստանը եղավ։ Մնացածը կերևա։ Դե Ռուսաստանի գործունեությունը ամբողջ աշխարհի վրա է ազդել, իսկ չի թվում մենակին վրա։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, տես չի։ Չէ, հիմա տեսեք Հայաստանը հա ուղիղ տնտեսական սանկցիաների մեջ է գտնվում։ Այդ առումով ձեր վրա ինչ որ ազդեցություն թողել է։ դե կթողի էլի, ինձ թվում է, հա, թողնում է, նամանավանդ այդ Միրգ բանջարեղեն այդ արտադրողների, մթերողների եւ մեզ վրա էլ կթողնի, արդեն Ռուսաստանում հաղորդումներն են հրետորաբանությունը, արդեն հակահայկական է, ոնց տեսնում եք, եւ գնալով ասում եմ դальше влезть, тем больше дров։ Ինչն է խնդիրը, հա, ձեր համար խնդիրը որտեղ է, որ Ռուսաստանը նման քաղաքականություն է իրականացնում այսօր Հայաստանի նկատմամբ։ Որտեղ է խնդիրը։ Չէ, ձեր կարծիքով որ ինչն է պատճառը։ Աշխարհաքաղաքական խնդիրներ է։ Հողի, եսիմ ռեսուրսների եւ ընդհանրապես էլի մարդկանց անկուշտության աշխարհի ամբողջ։ Չէ։ Նկատմամբ Անում աչքներդ էլ անում է։ Այնի հետ կանցնի։ Մենք այդպես բանի մեջ ենք անցել։ Ամեն ինչի մեջ հերմաթո հիշեն 90-ական թվերը։ 90-ական թվականներին Ռուսաստանը Իսկ լարի։ իրականացում տնտեսական Հայաստանի նկատմամբ։ Ախպեր Ռուսաստանը թող вообще ուզի թոզով կորի։ Այնանք սիպտակ թուրք են ախպեր։ Ին վրա ես Ռուսաստանի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի եմ։ Դա քաղաքական հարցը թող ղեկավարները որոշեն։ Ինչ խնդիրներ, բայց բախվել եք այս ընթացքում, երբ որ սկսվել է, հա, դες Վնասել եմ, իհարկե վնասել եմ։ Ինչպես կարող է լուծվել այս խնդիրը, ձեր կարծիքով։ Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ կարող ասել, խորհուրդ չեմ կարող տալ։ Ձեր համար չկա ինչ որ Ոչ մեկին խորհուրդ չեմ կարող տալ, որովհետև ես Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանում ծնված մեծացած, Հայաստանի հայի համար արուն թափած արդ եմ, բայց դարձել եմ Ռուսաստանի քաղաքացի, ստիպված։ ինչի ստիպված։ Ստիպված։ Որտեղ մեր ղեկավարները արտակարգ են եղել, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև հիմիկվանը։ Լրիվ արտակարգ ղեկավարներ են եղել։ Մենակ իրանց գրպանի մասին մտածելու։ Եղավ։ Դա պրոբլեմը։ Իսկ մնացածը ես ու դու ոչ մի բան չենք փոխի։ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները ինչ խնդիրներ կարող հանգեցնի Հայաստանին։ Ինչ իմանեմ։ Ինչ իմանամ։ Երբեք ռուսը ինձ վատ չի վերաբերվել։ Իր քաղաքացին եմ, որտեղ լսեմ ասում եմ հայ եմ, շատ լավ են ինձ վերաբերվում։ Ազգությունը նշանակություն չունի։ Ընդեղ։ Բա իհարկե։ Ինչպես ինչ է դառնում, ինչպես է խնդիրը։ Ես հույս ունեմ, որ գազը չթանկանա, մենակ էտեմ։ Չէ, ոչ մի բան չի ասենց վրա։ Ինչ է, դասի ոչ էլ առևտուրը մեծ կողմից արել։ Չեմ արել։ Տնտեսական ասիկ, չէ։ Հա, Միրգ բանջարեղենը գյուղը արտադրանքը Դե համատաբար մի քիչ թանկա, բայց թե ինչ անենք, եղանակներն է կամ ուրիշ խնդիրներ կա, գյուղացիները ասում են դժվար է այս տարի։ ասես ինչն է պատճառը որ նման սանկցիաներ կիրառում Ռուսաստանը։ Ռուսաստանի ակցիաները մեր հետ ինչ կապ ունի, դա Ռուսաստանն է, տենց արի։ Այնքանով կապ ունի որ այսօր գյուղ արտադրանք արտադրող գյուղացին չի կամ իր ապրանքը Եվրոպան ընդրնում է համատաբար հələ գյուղացիներն է միշտ շուխուրը դնում են թանկ են ծախում։ Հենց որ փառք ասո որ մեծ առևտրականները կարող են իրանց Եվրոպա տանեն։ Եթե նորմալ ապրանք էլի Եվրոպան ընդունում է ինչ եղե։ Դե ինձ թվում է կազդեն, իհարկե։ Ինչից է առաջացել խնդիրը որ Ռուսաստանը նման քաղաքականություն է իրականացնում այսօր Հայաստանի նկատմամբ հաշվի առնելով որ նախկինում նման կոշտ քաղաքականություն չի իրականացրել։ Դե Ռուսաստանը միշտ իր
առաջնատար դիրքում է ուզում լինել։ Երևի թե այդ սկզբունքով է առաջնորդվում։ Ձեր կարծիքով մեր գյուղմթերքը այն ծավալով որ գնում են Ռուսաստան հնարավոր կլինի տանել Եվրոպա։ Միգուցե հնարավոր լինի, բայց դա կպահանջի բավական երկար ընթացք, երևի թե։ Այդ ժամանակի ընթացքում եւ գյուղացին չկորցնի, ինչ կարող է անել։ Դե պետք է իրացնի ներքին շուկայում, ավելի շատ ներքինում։ Երբ որ չի արտանվում, դուք տեսնում եք գների իջեցում։ Ոչ, չեմ տեսնում։ Ձեր համար կա պատասխան, ինչու՞ չի իջնում գները, երբ որ արտահանում տեղի չունենում։ Կուզենայիչներ իհարկե, բայց ոչ մի գնային իջեցում դեռևս չենք նկատել։ Խնդիրները լուծելու համար պետք է Փաշինյանը քիչ մրթա, ավելնորդ բառեր քիչ խոսա։ Եվ ոչ միայն Փաշինյանը, նաև իր բանդան։ Ռուսաստանի հասցին նկատի ունեմ։ Իսկ Պուտինին հələ ինքը հələ դեռ բարի է։ Եթե ուրիշ լիներ Պուտինի տեղը, вообще հայերին այնտեղից կվռնդեր։